լուծացնել այդ բոլոր խնդիրները։ Որևէ տեղ հրապարակ։ Ուրեմն, այսքան որ խոսացինք, որ քայքայիչ գործընթաց է սահմանադրական փոփոխություն գոչված սադանայական ծրագիրը։ Ուրեմն մենք նրա մեջ տեսնում ենք, որ նա մարդը կանթող եւ մարդու մեջ մարդկությունը սպանող եւ մարդկային հովանտագությունները թադարգող մի գործընթաց է։ Մեկտին տնելով սահմանադրական փոփոխություններ մեզ ավելի մի կարևոր հարց պետք է հետաքրքրի, որ այդ ինչ միջավայր կա քաղաքական մեր երկրի մեջ, որ թույլ է տալիս նման ծրագրեր սբրտին եւ մտնեն մեր ժողովրդի քիր կթրվին։ Եթե մենք ունենայինք բավարար ինքնապաշտպանման համագարկ, հայկական համագարկ, պետական կառավարման, այս տեսակ ծրագրեր չէին կարող իսկ մտնել մեր երկրին ներս։ Ուրեմն մենք այսօր տեսնում ենք հստակորեն գա մի հագամարտկային եւ հագահայկական համագարկ, որ կորձում է մեր երկրի մեջ, եւ մենք ուզում ենք, հայերս ուզում ենք ստեղծել մարդկային եւ հայկական նոր համագարկ մեր երկրի մեջ։ Այս է մեր տեսածը։ Նրա համար Հայաստանի ժողովրդական նախաձեռնության մտավորականներու խորհրդի անունով ես ունեմ մի առաջարկ։ Միշտ մեր առաջարկները գտնվում են ոչ արձագանքման շրջանակներում եւ ոչ ցնցումային փոփոխություններ տեղի ունենալու շրջանակներում։ Մենք առաջարկում ենք թիվ 1 չեղարկել սահմանադրական փոփոխություններու գործընթացը դեղի չունենա հանրաքվե։ Թիվ 2 գոչ անել անցկացնելու ազգային կոնսենսուսի բոլոր ազգային ուժերը, անձնավորությունները, հոսանքները, եւ երբ որ ասում եմ բոլոր, այսինքն բոլոր, ներքևը ցնում եմ 3 քիչ, բոլոր նրանք, ովքեր իրոք մտահոգված են երկրի ներկայով եւ ապագայով, նստին մի սեղանի շուրջ, ազգային կոնսենսուս անցկացնեն եւ ցնեն մի անցնողային շրջանի համար ազգային հիմքերու վրա հիմնված մշակեն մի կառավարման ծրագիր եւ այդ ծրագրով հանդես կան ժողովրդի վստահությունը վայելող մի կառավարման համագարկ, որ պիտի մեզ տանի թեպի մեր ցանկացած երկիրը եւ ոչ թե արտաքին ուժերու ցանկացած երկիրը։ Այս երկու գետանի առաջարկը մենք ներկայացնում ենք։ Ով կընդունի 1000 բարի, ով չընդունի մենք պայքարելու ենք նրա համար։ Շատ լավ, շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալություն։ Այս մասին ավելի մանրամասն։ Սա թողնում եմ կասեմ էլեկտրոնայինն էլ կուղարկել։ Իսկ ես